3-10 տիրադավները գնացել էին մայրտաճար, մայրաթոր պահանջով, որպիսի հրաժարական տա վեհապար հայրը։ Տեսակ դուք ինչ տեղի ունեցավ, մոտարապես 7-8 հազար կամ 9 հազարի մասին էր խոսքը, հավատավոր ժողովուրդը գնացել էր աջակցելու վեհապարվորը և իր կողքին կանգնելու, դուք տեսակ թե ինչ էր կատարում և ակնհայտ ԿՊ Նիկոլը կարողացել էր ինչ-որ մարդկանց հավաքել և բերել մոտավորապես մի 150 հոգի։ Ինչ տեսանք և ինչ հետևություն այս ամենից, անգամ խոսքի հնարավորություն չտվեց այդ 10 տիրադավների, որ իրենց խոսքը հնչեցնեն։ Ես շնորհակալություն եմ հայտնում բոլոր այդ մարդկանց, մեր բոլոր քաղաքացիներին, բոլոր քաղաքական ուժերին, որոնք գործ արին և գնացին աջակցելու վեհապար հայրապետին, իսկապես դա հաջողված ակցիա էր և մենք տեսանք, որ իշխանությունը մարդ չունի բերելու և ճիշտ ասած բոլորը խոսում են եկեղեցու պառակտելու մասին, պառակտում չկա, որովհետև նրա 99%-ը տեղում է վեհապար հայրապետի շուրջը, դուք ասում եք 10 տիրադավ իրականում դրանցից 5-ն էին այնտեղ, մյուս 5-ը նույնիսկ չերևացին, ճիշտ ասած ես կուզենայի Վրդանը սրբազանը կարևոր Արցախի թեմներով, ոնց թողեց փախավ Արցախից։ Ես կարծում եմ, բայց առջևում փորձություններ են, ուզում եմ ժողովրդին ասել, որ հայ առաքելական եկեղեցու դիրքերի խախելումը դա Ադրբեջանա, Թուրքա, եվրոպական պրոյեկտ է, այն հովանավորվում է Ադրբեջանի, Թուրքիա, ինչպես նաև Եվրամիության կողմից և որպեսզի մենք ինտեգրվենք թուրքական, թուրանական աշխարհի հետ, Հայաստանի ղեկավարությունը ամենայն հավանականությամբ այո համաձայնվել է թույլ հասնել, ոչնչացնել, զրոյ ասել, դա արդեն չգիտեմ ինչպես բնութագրել հայ առաքելական եկեղեցու դերը։ Տեսնում եք ինչքան լծակներ ունի Նիկոլը, բայց այնուամենայնիվ էլ չի կարողանում մարդ հավաքել։ Ես այդտեղ ներկա էի, տեսա, որ անգամ այն 100 հոգին, որ եկել են, պարզ է, չէ, պարտադրված, սոցիալական ծանր վիճակի մեջ են, աշխատատեղի հարցը եւ այլն, անհարմար էին զգում, թույլ չէին տալիս, որ իրենց նկարահանեն, այսինքն այլևս Նիկոլը խնդիր ունի մարդ հավաքելու։ Ինչ է իրեն մնում, միայն մնում է ուժով, ԱԱՑ-ով, ոստիկանությունով, ասեմ, որ չգիտեմ, երևի արժի, որ Նիկոլն էլ իմանա, կամ գուցե մեզանից լավ գիտի, որ ոստիկանները, այսպես ասեմ, եթե իրենք տեսնեն մի փոքր ուժ կամ ազդեցություն, վստահաբար իրենք թողնելու են Նիկոլին, անցնելու են այս կողմ։ Ինչն է դա միշտ այդպես եղել, ոստիկանությունը միշտ անցնելու է ուժեղի կողմը, դա բնական է։ Գիտեք, մեր վերջին հարցումը ցույց է տալիս, որ 79%-ը դեմ է այդ հարցակումին հայ առաքելական եկեղեցու վրա, միանշանակ դեմ է։ Ավելի շուտ դեմ է ևս 11%-ը։ Կողմ է միանշանակ, հարցվածների 0.8%-ը։ Հիմա 0%-ով կրոնական հեղափոխություն անելը դա անիմաստ բան է։ Հետ կքաշվի, ինչ է կարծում, երեկվա պատկերից հետո հետ կքաշվի, բայց շատ են ասում են դուք Նիկոլին չեք ճանաչում եւ իր տերերին։ Հետ չի կարող։ Հետ չի քաշ, չի կարող, հա։ Նիկոլի հետև կանգնած են Էրդողանը, Ալիևը եւ նաեւ Եվրամիությունը։ Եվ նաեւ Եվրամիություն։ Ինչ Եվրամիության խնդիրը որն է։ Դուք նաեւ ակնարկեցիք, որ թուրանական մեր ծրագիր, այսինքն Եվրամիությունը այսօր նպաստում է թուրանական Հայաստանի ձեռքի տվեք, Թուրքիա, Ադրբեջան, մի բնաջնջեք, մենք կանենք այնպես, որ ամբողջովին կցուլվի ձեր հետ եւ Հայաստանի տարածքը նվաճելու կարիք չկա, առանց այդ էլ ձերը կլինի, որպեսզի ձևավորվի թուրանական աշխարհը, որպեսզի սիրելի պարոն Էրդողան, Ալիև, կամ չգիտեմ գնում ամիջը Միջանասիա, օրից մի օր Ուկրաինայից հետո դուք գնաք Ռուսաստանի դեմ կռվելու։ Մեզ պետք է Ռուսաստանը ջլատել եւ ռեսուրսները վերցնել։ Իսկ իմ կարծիքն է, իմ անալիտիկ դատողությունը։ Որովհետև Եվրամիությանը Հայաստանը չի հետաքրքրում, աղքատ բալաստ երկիր է, Հայաստանը Եվրամիությունը հետաքրքրում այնքանով, որքանով այդ պետությունը անդադ հակառուսական քաղաքականություն կտանի։ Իսկ այսօրվա Միացյալ Նահանգները իր իշխանությամբ Թրամփով այս ռեգիոնը Միացյալ Նահանգներին առանձնապես հետաքրքիր չէ։ Այդ դեպքում ինչու փորձեցին այս միջանցքին տիրանալ կամ գալ այստեղ։ Դե տիրացան հիմա տեսնում պրոյեկտ առաջ չի։ Քեզ մոտ նստած ես չի ասում, հեսա վաղը միսօր Ռուսաստանը կասի, բա Հայաստան մաքսային միության անդամ ես։ Ինչ միջանցք, այդ ոնց է բեռը մտնում առանց մաքրասացի։ Եվ դա հասկացրեցին միջալոցվեց։ Ոչ թե հասկացեցին, ուղի խոսքերով ասին։ Ուղի խոսքով ասեցին, այո։
Անցավ 4 ամիս չի ընդամենը, բայց կարելի է չէ օգոստոսին ինձ լսել։ Հիմա պատասխանը ո՞րն է Ռուսաստանի հետ հարցադրման, Հայաստանը չունի։ Է դուրս եկեք Եվրասիայից։ Եթե ինչ-որ ուրիշ տեղ ունեք գնալու։ Դե ունեն, բանը Թուրքիան չի։ Թուրքիայի գիրք է, էլի։ Թուրքիան չէ, Թուրքիան սահմանը այսքան բանից հետո նույնիսկ սահման չի բացում։ Ինչու՞, պարոն Բագրատյան։ Թուրքիան ասում ատոմական չունենաս, ընձրից էլեկտրակայանի կանած, որ երբ ուզենամ անջատեմ։ Կետած 4 անգամ թանկ Բաքվից գազ կառնացան, մեր Գրիգորյանն ինչ ասում, իմիջիալոց լավ երեք որ հայտարարեցին այդ նավթին, բան այլի, մեր ո՞ց կարելի է մեր Գրիգորյանը բանակցի Հայաստանի Հանրապետության շահից։ Ես արդեն մի քանի անգամ ասել եմ, բանկերից այն բանկում, որ ինքն աշխատում էր, երբ որ ինքը դուրս եկավ գնաց փոխվարչապետ, վերջապես այդ բանկը սկսեց ծաղկել։ Բայց որպես ձեռքբերում է համարում, որ Ադրբեջանից կարողանալու են արդեն ներմուծել են բենզինի մասին է խոսքը նավթի։ Ոնց է գնահատում հայտարարեցին։ Հա, ծորեններ էին ներմուծել։ Չգիտեն ինչ։ Դե հետո պարզվեց անասնակեր էր։ Հա։ Հիմա չի բացառում բենզինն էլ, հա, այդպես։ Բենզինն էլ կարող անասնա խմիչք լինի, էլի։ Այդպես է գնահատում, թե հայ ժողովրդի մի հատվածին են 3%-ը որտեղ Նիկոլի հետ է գայթակղվի ոգևորվի, ասի, տեսեք, կոմբիկերն եկավ, անասնակերն եկավ, հիմա էլ բենզինն եկավ, արդեն չաղուբախտավոր կարող ենք ապրել Նիկոլի հետ։ Արդեն ասացի, չեմ կրկնվել չեմ ուզում։ Եվ վերջին հարցը, պարոն Բագրատյան, դուք ի սկզբանե ասեցիք, որ անպայման ոչ մի գնով հանկարծ վեհապարը հրաժարական չտա եւ մենք տեսնում ենք, որ վեհապարը ամուր է։ Եթե հրաժարական չի տարել, դուք էլ ասում եք, որ Ալիևն ու Էրդողանի պահանջն է եւ նաեւ Եվրոմիության պահանջն է։ Այս դեպքում ինչ է մնում անել Նիկոլին։ Հնարավոր է, որ գնա ծայրահեղ քայլի այն է ձերբակալել վեհապար հորը։ Հա, բայց վեհապար հորը ձերբակալից հետո հայ առաքելական եկեղեցին միայն կուժեղանա, բա եկեղեցին ինչ անի։ Եկեղեցին կնշանակի իր ուզեցա եկեղեցին գնա ինչ-որ մեկի նշանակի, բայց ժողովրդին ինչ անի։ Ժողովուրդը չի ուզում այդ փոփոխությունները։ Չեմ կարծում։ Հիմա ուրիշ հարց, հիմա վստահ եմ Թուրքիան, Ադրբեջանը, ինչպես նաև Եվրոմիությունը մտածում են ինչպես հաղթահարեն հայ առաքելական եկեղեցու վետոն։ Հա։ Ես չգիտեմ դրա պատասխանը, այդտեղ 3-4-5 զարգացումներ կարող են լինել, բայց եթե վեհապարը չի հրաժարվում, չեմ կարծում նրանք ձերբակալեն եւ ժողովուրդն մնում է վեհապարի հետ, դա նշանակում է, որ ժողովուրդը հաղթանակ է տարել։ Ժողովուրդը կորցրեց Ղարաբաղը, բայց կպահպանի հավատը։ Դուք կարծում եք միայն եկեղեցու հարցն է, ինքը փորձում է տարանջատել, մասնատել համաշխարհային մեծ ցանց ունի, չէ՞, մեր հայ առաքելական եկեղեցին, հայաստանյաց այսպես առանձին դարձնել, հետո նաև ասում եմ, որ իրեն շատ հետաքրքիր է եկեղեցու գույքը, այդ եկեղեցիները, տարածքը, չգիտեմ ինչ, նաև Նիկոլի Ախորժակի իմանալ, այս հարցն է, չէ՞։ Գիտեք, նորագույն տվյալները ցույց են տվել, որ ընդհանուր առմամբ ոչ մի տոկոս շարժ չկա, որ օլիգարխներից բանավեկան ավելացել են օլիգարխները։ Դուք գիտեք, որ քանի որ տնտեսության ծավալները այսօր ընթացքում ավելացել են, ապա օլիգարխական գույքը առնվազն 2 անգամ ավելացել է, նոր ընտանիքներ են ավելացել օլիգարխների շարքում, ինչպես օրինակ Բադալյանները, Եսայանները եւ այլն, որոնք ազդում են գաղտնի պետության քաղաքականության վրա։ Դուք գիտեք, որ 10 անգամ պակասել է պետական պատվերները մրցույթով տեղաբաշխելը, գերակշռում է գնումները մեկ անձից, որ կոռուպցիան արդեն չի մի բանի մեջ։ Իհարկե այս ամենի ֆոնի վրա եթե եկեղեցին գրավի ինչ լավ գույքեր կան կծախի հայելի, հա, հասկանում եք։ Մենք կարող ենք ինչ-որ տեղ ասել, թե եկեղեցին լավ կլի, սենց վարվի, բայց դա ուրիշ հարց է, իսկ ստեղ խոսքը վերաբերում նա ոչ չասել է ասել։ Բայց ես չեմ կարծում, որ նա պատվիրատուներին Թուրքիա, Ադրբեջան, Եվրոմիություն հետաքրքրում է եկեղեցու գույքը։ Չէ, իրենց պարզ է, իրենք ուրիշ խնդիր են ուզում, բայց Նիկոլին ճանաչելով նաև իրենք չեն որոշել ինչ անել։ Երևի սկզբից զորույցն եղել է, որ դարձնենք հայ կաթոլիկ եկեղեցի կամ հայ կաթոլիկ չկնես, հունա-կաթոլիկ կնենք, հունա-կաթոլիկ եկեղեցի, այդպիսի մի եկեղեցի առաջացել Ուկրաինայում, Մոլդովայում, Վրաստանում, ես կներողություն կրում հայ կաթոլիկ եկեղեցի չէի ուզում ասել, որովհետև մենք օրինական հայ կաթոլիկ եկեղեցի ունենք, խնդիր չունենք։ Բայց հիմա երևի նրանք ասում են, չէ, կարող է պատահի այստեղ Թուրքիայի եւ Եվրոմիության կարծիքը տարանջատի, Թուրքիան պնդի, որ սա պետք է դառնա մահմեդական երկիր։ Ես չգիտեմ ինչպիսին կլինի ռեակցիա։ Չգիտեմ։
Ինչ խորհուրդ կտաք, չգիտեմ, մի անգամ ասել եք, նույն բանը կկրկնեք վեհապարվորը, եթե դիմեք, նույն բանը կկրկնեք։ Հանգիստը ինքը ձանից պակաս տարիքով չէ, հանգիստ պետք է ամեն ինչ տանի, ոչ մի բան նրան չի սպասում։ Այսօր այնպես է եղել, որ մեկ սրանք հարվածում են քաղաքական ուժերի, մեկ հարվածում են սրբազանների, մեկ հարվածում են զինվորականների, մեկ հարվածում են գործարար մարդուն։ Այսօր հարվածն եկել է եկեղեցու վրա, պետք է դիմանալ։ Հայ առաքելական եկեղեցին ի տարբերություն նույնիսկ իշխանության կամ պետականության ինքը գիտի ինչպես դիմակայել, ինքը 1700 տարի եկա։ Բայց մյուս կողմից փակուղ առջև է կանգնած Նիկոլը, Ռուսաստանում այնտեղ հասկացրեցին, որ այսպես խաղեր չի լինելու, ԵԱՏՄ, ԵՄ պիտի ընտրություն կատարես, բոլոր եկամուտները հիմնական գալիս է այնտեղից, ինչ է անելու ինքը, փակուղ առաջ չի կանգնած Նիկոլը։ Դուք հիշում եք, ոնց էր Տրամպից ծախ թվում ինքը նստած, ստորագրելուց հետո ժպտում, աշկերով անում եւ այլն։ Հիմա քթից բերեցին։ Ամերիկյան դեսպանն ինչ ասում, Հայաստանի վրա բուլդոզերով անցել են, ասում, այս ինչ համաձայնագիր է։ Դա ավելի վատ է, քան թե միջանցքը։ Իրենք են ասում։ Իրենք են ասում։ Շատ լավ, ինչ տարի է սպասում ես 2026-ին։ Լավ տարի է սպասում։ 26-ի սկզբում առաջին ժողովրդին կոչ եմ անում խելքը հավաքի եւ առաջիկայում ուզեն չուզեն ընտրություններ կլինի Մոլդովան։ Եկեք չբացառենք նաեւ արտահերթ ընտրություններ, որտեղ եթե այդ շնամին արագացնում է ամեն ինչ, ազգակործանել հետ արագացնում է, ինչու՞ ոչ հնարավոր է նաեւ արտահերթ ընտրություններ լինեն։ Ես մարգարետ չեմ, որ ասեմ այդպես կլինի, դա հնարավոր է։ Մարգարետ չեմ ես։ Բայց այդ ընտրություններում ժողովուրդը եկեղեցի իրադարձությունների շփոթվածությունից ժողովուրդը կարող է հաղթել։ Շնորհակալություն։